համերաշխության մթնոլորտ ստեղծենք, որտեղ որ մեր պոտենցիալը իրականացնենք եւ դրսի ուժերը մենք նկատի ունենք նաեւ տեսեք այն պոտենցիալը, որ դրսում է, այսինքն սփյուռքը մեր ժամանակին երամիասնությունը, չէ՞, Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը դա էր Հայաստանին կշիռ տալի, դա էր այն, որ Հայաստանի հետ հաշվի էին նստում։ Հայաստան առանց Արցախի, առանց սփյուռքի ոչինչ է։ Ինքը այդ տարածքում այս փոքր բնակչությամբ ոչ մի բան է։ Պատկերացրեք, որ 3-4 անգամ ավել մարդ, այսինքն 3-4 անգամ ավել պոտենցիալ սփյուռքում է, քան հայրենիքում։ Հիմա եթե մենք դա չօգտագործենք, իսկ դա կարող օգտագործի մի դեպքում, երբ որ համերաշխության մթնոլորտ կա, երբ որ բոլորս միասնական մտածում ենք երկիր այս վիճակից հանելու, սփյուռքն ներգրավում է այս process-ի մեջ։ Համոզված եղեք, բոլոր հարցերը հերթով կլուծվեն։ Արցախն էլ մերը կլինի, շատ հարցեր էլ կլուծվեն, Արևմտյան Հայաստանի հարցերն էլ կլուծվեն։ Այդ երբ որ մենք կարողանանք մեր պոտենցիալը օգտագործենք, դրա փորձը կա, չէ՞, գիտենք, չէ՞, տեսել ենք այդ հնարավորությունը գիտենք։ Մենք այսօր մեր պոտենցիալի 0.1%-ն անգամ չենք օգտագործում։ Եվ հետո խոսում ենք, ասում ենք մենք թույլ ենք, թույլ չենք։ Մենք աշխարհի հզորագույն ազգերից մեկն ենք։ Եթե աշխարհում մի 4-5 ազգ կա, դրանցից մեկը մենք ենք, կազմակերպված հզոր եւ պոտենցիալ ունեցող։ Պարզապես այս համերաշխության միասնականության բացակայությունը եւ պատահական չի, որ մեր բոլոր ճշտամիները մեզ տրոհում են, պառակտում են, որ մենք միասնական չլինենք, որովհետեւ շատ լավ գիտեն, հենց հայերը միասնական եղան, ոչ ոք չի կարող իրանց ախտի։